կատա ու կատագը քանի տարի է։ Ուժեղել որ անձրևը կեղնի, այդ բադից կսկվի չռա, տագը գլացվի, քաշենք կարաջ, լինոյնը տարծնենք, չորցնենք։ Արդեն 38 տարի է Մարտիրոսյանների ընտանիքն ապրում է այս պայմաններում, փայտյա տնակի ծածկն ու հատակն ամբողջությամբ փտել են, տանը ծառեր են աճել։ Արդես ինչախկել է ծառները միջին։ Նայ, դյա, ծառները միջին կել է, դյա, ահա, ստեղել, այս վիճակը, ամեն շաբաթ քաշեմ առաջ, այսպես կմաքրեմ։ Անօթևանի կարգավիճակով 4 մարդ է ապրում տնակում, շուտով 4 տասնամյակ կլինի, սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին։ Մերժել են, միշտ ասել են որ բան է, անչափահաս երեխա ունեցողն տային, այն ժամանակ երեխեքս անչափահաս էին, հետո թոռներս անչափահաս եղան, հիմա արդեն սաղ չափահաս են տարին չենք, մենք է ծերացել ենք։ Շատ գյումրեցիներ են ծերանում տնակներում, որտեղ ապրելու որևէ պայման չկա։ Ասեք իմ փոքր կուխնյաս է, իր աչերով, ընդեղ չուլան է, ասեք է պաղնիկ սուկարան, ասենք չունեմ ասենք այդպես ուրիշ հարմարություններ են։ 71-ամյա Ռոզա Ավակյանը միայնակ է ապրում այս տնակում, ամբողջ տարվա ընթացքում վառելիք է հայթայթում ձմռանը տնակի քայքայված պատերը տաքացնելու համար։ Ամեն օր պայքարում է նաև կրծողների դեմ։ Կրիստները վխտանքը, դա տեղն էլ առած, դա կախած է խնդրեմ։ Առանցասուն թեզ չեմ կարնա, որովհետև ամեն մի կրիս։ Տիկին Ռոզայի ընտանիքը 4 սենյականոց բնակարան է կորցրել երկրաշարժի պատճառով, այն ժամանակ ամուսնացած չի եղել, ապրել է եղբոր ընտանիքի հետ։ Եղբայրը տուն է ստացել, բայց 1 սենյականոց բնակարան ստանալու իր հերթն այդպես էլ չի հասել։ Վիճակի չես տուն առնելու, բայց ապրենք էլի, ինչքան օր ձգինք։ Պաշտոնական վերջին տվյալներով Գյումրիում հաշվառված է 2465 տնակ, բայց պետությունը պարտավորություն ունի միայն 596 ընտանիքի նկատմամբ։ Տնակներում ու ժամանակավոր կացարաներում ապրող գյումրեցիները ստիպված են սպասել ևս 5 տարի։ Պետությունը փոխհատուցման ծրագիրը 2026 թվականից երկարաձգել է մինչև 2031 թվականը։ Փաշինյանի իշխանության 8 տարիներին ոչ մի բնակարան Գյումրիում չի կառուցվել, չնայած երկրաշարժի 30-ամյակին հանրապետության երկրորդ քաղաքում անցկացված կառավարության արտագնանիստում հանձնարարվել էր տնակների հաշվառման, ապա փոխհատուցման գործընթաց սկսել։ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ է քաղաքապետարանը փորձում մարդկանց ապահովել բնակարաններով։ Շուտով 2 բարձրահարկ շենքերի շինարարություն կսկսվի Մուշ թաղամասում։ 6 հարգանի է լինելու, առաջի հարգը ամբողջը լինելու է սպասարկման կոդի, տրվելու է քաղաքի բալանսին եւ քաղաքը կարողանալու է վարձակալությամբ հանձնելու տնտեսվարողներին։ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ են կառուցվելու բազմաբնակարան շենքերը, իսկ բուլվարային թաղամասում սուբվենցիոն ծրագրով քաղաքապետարանը նախատեսում է կառուցել 100 սոցիալական բնակարան։ Ծրագիրը ներկայացված է կառավարություն, գումարը կա, բայց ծրագրի հաստատումը անհասկանալի պատճառներով ձգձգվում է։ Մոտ 2 միլիարդ 200 միլիոն տրամանոց ծրագիրը 100 բնակարաններ, 2 հատ 5 հարգանի, ընդանուր տեսքը այսպեսին կլինի, բագային հատվածով, խաղահարաբարագով, ստորկենյա ավտոկայանատերերով։ Գյումրեցիների համար միայն ֆեյսբուքյան ստատուսներով անհանգստացող ավական ու ՔՊԱ-ական անդամները կենսական ծրագիր առաջ մղելու համար ոչ մի քայլ չեն անում, նկատում են քաղաքի շատ բնակիչներ։ Տնակների անմարդկային պայմաններում ապրող համաքաղաքացիներին օգնելու փոխարեն նրանք նկարում ու ֆեյսբուք են գցում Գյումրիի փողոցներն ու դառն ապրած կանգառները։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։